Հիմա այս շրջանի առանձնահատկությունները հաշվի առնելով, նաև քանի որ քաղաքացիների հետ ակտիվ շփումների շրջան է, նաև հիմա այսօր գնում ենք մետրո, հələ չգիտենք որ ուղղությամբ եւ որտեղ։ Բարի լույս ձեզ, լավ եք։ Լավ է գործերը։ Բարև եղբայր, լավ եք։ Վարկասին, ես ձերդ մի հատ խոսալու բան ունեմ։ Խոսալու, հիմա խոսալ չէ, մի Չէ, էս ձեզ։ Դուք կպչրեք։ Բայց խոսալը 3 րոպե էլ, եթե իմ օգնականն է։ Չէ, ես անձամբ ձերդ եմ ուզում խոսամ։ Խնդրում եմ, եթե թույլ կտաք։ Չէ, չեմ ուզում հիմա։ Չէ, վերցե։ Բարև ձեզ։ Կներեք, էլ ես ազնիվ, անկեղծ, ես բժիշկ եմ, բացարձակ կապ չունեմ քաղաքականության հետ եւ այլն, բայց կարծում եմ, այս մանր խոսակցությունները ձեզ հարիր չի։ Որ մանրը։ Որ Աննան խոսում է, թե տաքսիստը ինչ Աննա Հակոբյանը խոսում է, տաքսիստը ինչ կբան բասի, այն որ դուք այս մեծ է ձեր մասշտաբները, մեծ են, դուք ավելի մեծ եք ու այսքան ներքևիչն են, ձեզ չի սազում։ Ներքև որտեղ ենք իջել, այդ եմ ուզում ասել։ Հիմա օրինակ ես փողոցում որ կան քաղաքական հարցեր լուծելու փոխարեն դուք խոսում եք թե պրիմիտիվ մի մարդի ինչ է մտածում, դուք մի մարդու մասին չի քաղաքականություն։ Ձեր բոլոր եթերները են ինչի որ գիտեք, այ այստեղ կոնցեպտուալ օրինակ, երբ որ դուք ճաշ եք եփում, երբ որ Աննա Հակոբյանը ասում է տաքսիստը ինչ կբան բասի, երբ որ չգիտեմ, մետրո, երբ որ ձեր ժամանակը թանկարժեք, թանկագին, ես ինքս բժիշկ եմ, րոպե չունեմ այստեղ այնտեղ ծախսելու, դուք ձեր ժամանակը, որ չգիտեմ, ես չեմ պատկերացնում, դուք ինչքան պիտի զբաղված լինեք այդ բոլոր խնդիրներն ու հարցերը լուծելու համար, ձեր ժամանակը, ես ձեզ հասկացա, բայց ես մի բան էլ ասեմ, ես ինքս որպես քաղաքացի մի հատ առաջարկ ունեմ, Ալեն Սիմոնյանին էլ մի երկու անգամ զանգել եմ այդ հարցով, կոմունիստների ժամանակ դեռ ես այդտեղ եմ ապրում, Աբովյան 22, այս բոլոր շենքերի տակ, սենց եթե նայենք հիմա մեծ մասը կտրել են, սենց փոքրիկ հատվածներ կար, որից բարձրանում էին ծառեր, բայց պատերի վրա եւ այլն, այո, այսօր մենք շատ լուրջ խնդիր ունենք թթվածնային քաղցի քաղաքում։ Եվ այդ հարցը կարելի է լուծել դրանք վերականգնելով։ Ես մի քանի անգամ դիմեցի, ես կտրեցի, բացեցի, իմ փողերով բերեցի, տեղադրեցի, խանութը որոշում է, որ իր պատին դա չի սազում, այս Աբովյան 22-ի մասին եմ խոսում, հենց կոնկրետ այնտեղ օկայդին։ Ու իրանք նորից բետոնեցին, բայց սա ահագին թթվածնային քաղցի խնդրալուծում ու իրանք ջրվում են այս բոլոր կաթող կաթիլային համակարգադառնում կանցանյարը կոնկրետ այդ խնդիրը, այդ կարակ լուծեք, եթե հնարավոր է։ Քանի անգամ դիմել եմ, պարոն Փամբուխչյաններ էսա կգա։ Քանի անգամ թաղապետարնել եմ գնացել, չեն ընթացք չեն տալիս, բայց ինքը լուրջ խնդիր կլուծի, շատ շնորհակալ։ Բայց կարելի է ձեր առաջին հարցին անդրադառնալ։ Այդտեղ իրականում կա հայ կուրկեն չպահեմ, էլի։ Այստեղ կա իրականում հայեցակարգային հարց, որովհետև քաղաքականության եւ պետության պատկերացումների մասին։ Ինձ համար մարդու հետ շփումից դուրս քաղաքականություն չկա, որովհետև քաղաքականությունը մարդու հետ խոսակցությունն է։ Երկրորդը, քաղաքական եւ աշխարհքաղաքական է մնացած հարցերը, Փառք Աստծո, դուք տեսնում եք, թե մենք ինչպիսի այսօր Հայաստանը երբեք հարաբերությունների այնպիսի լայն շարավիղ չի ունեցել իր ողջ պատմության ընթացքում։ Եվ աշխարհաքաղաքական եւ միջազգային ավելի մեծ հեղինակություն չի ունեցել իր ողջ պատմության ընթացքում։ Եվ իմ ընկալումն է նա, որ պետության ղեկավարի կարևորագույն գործերից մեկը պետական ինստիտուտները կայացնելն է, որպեսզի պետական ինստիտուտները աշխատեն եւ քաղաքական լիդերների համար ավելի շատ ժամանակ թողեն ռազմավարական հարցերի շուրջ մտածելու ներքին Այս ռազմավարական հարցերի մասին եմ ասում։ Ես հիմա ձեզ հետ խոսալ, ես ձեզ հետ իհարկե տալիս եմ։ Մենք այսօր մարդկանց հետ շփումների ընթացքում տեսնում ենք, ես ձեզ մի դրվագ պատմեմ, որ սկզբունքային կարևոր նշանակություն ունի։ Երեք մի կին մոտեցավ ինձ Մալացիա Սեբաստիա համայնքում եւ ասեց հետեւյալը. ասացնեն եք, որ շատ հարցեր ունեմ ես։ Ասի գիտեք ինչ, քանի որ սենց քայլելու փողոցի ռեժիմում եմ, ասի ես խնդրում եմ ձեզ մտածեք այդ ձեր բոլոր հարցերի մասին եւ ասեք ձեզ հուզող ամենակարևոր հարցը։ Ես մտածում եի հիմա ինչ որ թաղի, փողոցի, բանի հետ կապված հարց կլինի, որովհետեւ ի սկզբանե իր մոտեցածի տրամաբանությունը ինձ տենց թե մեկ էլ մի պահ մտածեց, ասեց
ամենակարևորը խաղաղությունն է։ Եվ դա շատ էական է, որպեսզի մենք մարդկանց հետ շփումներով կարողանանք մեր ռազմավարությունները ճիշտ որդեգրել, որովհետև քաղաքականությունը մարդու համար է։ Մենք որոշումներ կայացնում ենք, որպեսզի դա մարդկանց կյանքի վրա ազդի։ Մենք պետք է որոշումները կայացնենք, հետո դուրս գանք, տեսնենք այդ որոշումները ոնց ազդեց մարդկանց կյանքի վրա, ազդեց թե չազդեց, ազդեց այնպես, ինչպես մենք էինք պատկերացնում, թե չազդեց այնպես։ Եվ ի շարունակություն, այսօր մենք այս մեր շրջագայություններով մենք համոզվեցինք, որ գնում ենք ճիշտ ճանապարհով։ Ինչի՞, որովհետև մարդիկ միաբերան ասում են առաջինը խաղաղությունն է, երկրորդը մենք տեսնում ենք, որ առողջության ապահովագրության այն համակարգը, որ մենք ներենք դրե, ճիշտ ժամանակին դիպուկ 10-ին խփած որոշում է, իմիջիալոց մեր ոչ բոլոր որոշումներն են, որ 10-ին խփում են, չնայած ես գիտեմ, որ առողջապահության համակարգի աշխատողների հետ կապված հարցեր կա, որ մենք պետք է լուծենք, եւ ես քաղաքականություն չգիտեմ առանց մարդկանց հետ շփումների, եւ ընդհակառակը մենք այդքան այդ կաբինետներում աշխատել ենք ձեր ասած ռեժիմով եւ հիմա էլ ենք աշխատում, դրա համար ես ասում եմ ձևը որն է 2 ժամ շուտ արթնանալն է, 3 ժամ դուք քնած էիք, ես այսօր առավոտը 3 ժամ աշխատել եմ ձեր ասած հարցերի եւ ոչ միայն ձեր ասած հարցերի վերաբերյալ, բայց այնպես չի որ մենք ամբողջ օրը փողոցներում ենք, հիմա քաղաքական շրջան է, նախընտրական շրջան է մոտենում եւ մենք պետք է գանք ձեզ մոտ։ Չէ, մենք չենք այդ էլ կա։ Մենք Հայաստանից մի խոսույթ արմատապես վերացրել ենք։ Այն խոսույթը, որ ընտրություններից ընտրություններ եք երևում։ Ես վարչապետի պաշտոնում ես հատուկ հանել եմ, ասել եմ վիճակագրություն անեն։ Ոչ մի Հայաստանի ղեկավար այնքան շատ բնակավայրերում չի եղել, ինչքան ես եմ եղել, եւ այնքան շատ ժամանակ չի անցկացրել։ Եվ ինձ համար կարևոր է, որ ես հիմա ձեզ հանդիպեմ եւ դուք ձեր դիտարկումները ինձ ասեք, բա ուրիշ որտեղ եք ասելու։ Ոնց եք։ Դիմեցի ոչ միտեղ ոչ մի լուծում չէ, այդ չեմ ասում, այն ձեր առաջին դիտարկումը, այն ձեր առաջին դիտարկումը շատ սենց շատ ընդհանրական է, բայց կարևոր է ինձ համար, որ ես նկատի ունեմ կարևոր է, որ ես գայի ձեր դիմաց կանգնեի ու լուր լսեի, թե դուք ինչ եք ասում։ Հիմա անկախ ես ձեր ասածը ինձ հետ տանելու եմ եւ ձեր ասածը ուղիղ կամ անուղակի մեր աշխատելու ոճի եւ ձևի վրա ազդելու է, համոզված եմ դրական ձևով։ Իսկ ծառերի հետ կապված հարցը ես ենթադրում եմ, որ այդտեղ կա թեմա պատերի բանի հետ կապված, խոնավության եւ մենք խոստանում ենք, որ այդ հարցը անպայման կդիտարկենք։ Անգլիան Շնորհակալ ենք ձեր դիտարկումների համար։ 3 րոպե կամ ավելի քիչ։ Բարև եղբայր, ո՞նց եք։ Լավ, դուք ինչպես եք։ Մի հատ հարց ունեմ էլի, մի րոպե էլի հերթ պայեք։ Ասեք։ Բարև Բարև Մռունչյան։ Ո՞նց ես, ես քեզ։ Աղջիկս է։ Ուրախ եմ եղբայր։ Ես մի հարցի վերաբերյալ եմ ուզում խոսել ձեր հետ եւ ձեզ շատ հարգում եմ։ Բայց 3 րոպեն գնում է, կարճ։ Գնում է, համաձայն եմ։ Ես դրա մեջ կմնամ։ Շատ շնորհակալ եմ, որ դուք այսպես կարող եք մենք ձեր հետ, ես որպես հասարակ քաղաքացի կարող եմ ձեր հետ խոսել, որպես վարչապետ, նա իշխանավորներից եմ շնորհակալ եւ ժողովրդից այս շփման համար, որ կարող ենք sense անմիջական շփվել իրար հետ։ Եվ իմ հարցը, իմ խոսքս վերաբերում է ճիշտն ասած հայոց պատմությանը, ես էլ որոշ, ասենք, պատմություն ուսումնասիրել եմ, ճիշտ է, ձեր նման երևս չէ, բայց ասենք, տեսեք, իմ բառերով ասեմ, էլի ժողովրդական լեզվով, ես ասենք, ինչի է միշտ հայ ժողովուրդը վնասվել, ավիրվել, պատերազմների ժամանակ ընկել, կոտրվել, ես հիմա ասեմ ինչի համար, որովհետև հայը միշտ ասենք իրանք գցել է առաջ դարերի ընթացքում, իրանք գցել է առաջ։ Մեր հարգելի բժշկուհին ուր։ Սա կոչվում է ժողովրդական իմաստություն։ Ու մի րոպե։ Ու թշնամին մեր ոսոխը։ Ասма ինչպեսի անսպասելի շրջադարձ։ Մեր ոսոխը եկել է, ասել է դու առաջին ես, ոնց, առաջինը ես եմ։ Ու հարվածել ասուչինը ես պետք է մեր չարախոսը, մեր ստախոսը հարվածել է, հայ գցել է, որովհետև հայ միշտ իրան առաջին դիրքում է պահել։ Տես օրինակ
ասում են հայ առաքելական կամ հայ ավետարանական կամ հայ դաշնակ, հայ հնչակ, բայց եթե հայը իրան խորնարացնի դնի երկրորդական դիրքում, ենթադրենք դուք Հայաստանն եք, իրան դնի երկրորդական, իմ անունը Քերոփ է, Իսկ ազգանունը։ Արծրունի, Պարոն Արծրունի։ Քրիստոսը եթե իրա դիմացը կանգնի, Քրիստոսը իրա դիմացը փակի, եթե ոսողը Պարոն Արծրունի, դուք ինձ համոզում եք, որ մեր ասած ոչ մի խոսք անիմաստ չի հնչում։ մի հատ հարց Դուք ինձ համոզում եք, որ այդ շատ կարևոր խոսա, դուք ինձ համոզում եք, որ այն ինչ որ մենք երբեմն ասում ենք, ասում ենք լավ ով է լսողը։ Շատ իմ ապրել։ խոսալու էլի Բայց միջև ինչ ասել եք, պարոն Արծրունի, մի հատ խորհուրդ կարելի է տալ։ Մի հատ բան ասել Չէ, մի հատ լսեք։ Միջև ինչ ասել եք փայլուն է։ Եկեք վերջակետ դրենք, որ այնց բան չասեք, որ ասել լրիվ բան է։ Տենց բան չեմ ասի, հիմի եթե Քրիստոսն է կանգնած Հայաստանի դիմացը, եթե թշնամին գալիս է, Քրիստոսին է հանդիպում ու Հայաստանը պաշտպանված է լինում։ Դե ասում եք։ Մենք մեր եսը պետք է խոնարհացնենք, որտեվ հետո նույն չարախոսը գալիս է ասում է, ինչի դու գար, որտեվ դու հեթանոս ես եղել, այն ժամանակ լավ է եղել։ Միջև վերջակետը ինչ որ ասեցիր, լրիվ քաղաքական էր, վերջակետից հետո ինչ որ ասեցիր, մի քիչ քաղաքականից շեղվեց, էլի մոտեցման հարց է։ Ինձ համար դա ընդունելի է, բայց դա կարա քաղաքական դա անհատական, դա ես իմ կարծիքն է, դա Հայաստանի Ինձ թվում է ժամանակն է, որ ձեր բաճկոնը հագնի։ Խնդուրն է։ Ինձ թվում է ժամանակն է, որ ձեր բաճկոնը հագնի։ Քցել եմ, չեմ հագնի։ Չէ, կմրսեք։ Շնորհակալ եմ։ Զարմացրիք ինձ հաճելիորեն։ Սա անհատական խնդիր, ամեն մեկից խնդիր։ Զարմացրիք, կարելի է ձեզ հետ նկարվել։ Իհարկե։ Նա նկարեք ինձ, պարոն Արծրունի հետ։ Բայց բաճկոն հագի իրոք չմրսեք։ Շնորհակալ եմ, պարոն Փաշինյան ջան։ Լավ եղեք։ Լավ եղեք։ Ինչ էր ասում էր բարև ձեզ։ Շատ ապրես, շատ ապրես։ Ինչ ա քո անունը։ Շայա։ Ինչքան սիրուն ես դու։ Ինչ ես այդքան սիրուն։ Շատ։ Բայց ինչի։ Ինչ ես այդքան սիրուն օրինակ։ Ով է։ Քեզ ասել են, մայրիկը հայրիկը ասել են ինչն է պատճառը որ այդքան սիրուն ես։ Չեն ասել, իսկ դու գիտես ինչն է պատճառը որ այդքան սիրուն ես։ Չէ։ Դու էլ չգիտես։ Դու էլ չգիտես, շատ սիրուն ես, շատ ապրես։ Գնացինք։ Լավ է։ Բայց զարմանալ երկու օր է, տենց քաղաքացիների հետ շփումներից շատ բարև ձեզ։ Նվիրեմ։ Որտեվ կան դեպքեր, որ ասում են չէ, մի նվիրի, ես էլ չեմ։ Լավ եղեք, բանն էիք ասել։ Անձնական խնդրանք իմ օգնականը Տիկին Դավոյանն է, անձնական խնդրանքները, որպեսզի ուղիղ եթերում ենք, էլի անձնական հարցերը ուղիղ եթերում։ Հայ, իհարկե, եղբայր։ Սրանից բաց չնվիրեմ ձեզ։ Նվիրեք։ Որ տոնենք։ Ահա, այսպես։ Այսօր եք գնում, թե գալիս եք։ Որտե՞ն կան։ Հա։ Հատը նկարվենք էլի։ Ես էլ ձեզ։ Մերսի շատ։ Էլի տվեք։ Ես էլ։ Մերսի շատ։ Սենց։ Համաչելու բան չկա, ընդհանրապես։ Լավ եղեք։ Ձեզ էլ նվիրեմ։ Նվիրել եմ քեզ։ Բարև ձեզ, զգույշ, ոնց եք։ Նվիրեմ ձեզ սրանից։ Իհարկե։ Լավա ձեր տրամադրությունը։ Շնորհակալություն։ Լավա տեսեք, Իհարկե։ ուժեղեք, ապրեք։ Բարև ձեզ։ Լավ եք։ Լավ օր ձեզ։ Բարև ձեզ։ Հա։ Բարև ձեզ։ Հարգանքները։ Ոնց եք։ Լավ, շնորհակալ։ Ոնց է ձեր տրամադրությունը։ Նվիրեմ ձեզ սրանից։ Նվիրեք։ Ձեր բաճկոնը շնորհակալ ենք ինչի համար։ ամեն ինչի համար, որ լավ կառավարում եք
ամեն ինչը շատ նորմալ է, շատ գոհ ենք զգացված ենք։ Ես եմ շնորհակալ եմ ձեր լավ խոսքերի համար։ Հույսով եմ կոնյակը։ Ամեն ինչ կախված է մեզանից, ինձանից, ձեզնից, բոլորից։ Այդ դրա համար ենք։ Այդ խոսքը էլի արդիական է եւ ես շատ ուրախ եմ, որ քաղաքական խոսույթ կա, որ 2007 թվականից որդեգրել ենք, որ այդ մեկ մարդը դու ես, որտեվ այդ խոսույթից մենք ընդհանրապես էտել է պրոբլեմ, որ մենք անդադ ասում ենք հույս ունենք, որ լավ կլինի։ Չէ, մենք պետք է հասկանանք, որ մենք ենք այն գործող անձինք, ում որոշման տիրույթում է ինչ կլինի եւ ինչպես կլինի։ Եվ դա եւ իմիջայլոց հարելի գործընկերներ, խաղաղության գործընթացը սրա հետ շատ ուղիղ կապ ունի։ Այդ երաշխավոր չերաշխավորի խոսակցությունը շատ օրինակ մինչև 2022 թվականը ինչ էր մեր ընկալումը, որ մենք պետք է գնանք տարբեր դռներ, որպեսզի մեր խնդիրը լուծվի։ Եվ այդ Սան Ստեֆանոյի պայմանագրից բարև ձեզ, լավ եք։ Սան Ստեֆանոյի պայմանագրից ասած այս բանը, որ բարձր դուռը, գնանք մի բարձր դուռը, գնանք մի բարձր դուռը, գնանք մի բարձր դուռը։ Մենք 2022 թվին դրան ենք վերջ տվել, որ մենք ասել ենք, մենք պետք է գործենք, մենք պետք է որոշումներ կայացնենք, այդ որոշումները երբեմն դժվար պետք է լինեն, այդ որոշումները նույնիսկ երբեմն անհնար պետք է լինեն, բայց մեր ճակատագիրն է, մենք պետք է որոշում կայացնենք, մեր խնդիրն է, մենք պետք է լուծենք, որովհետև դու երբ որ ուրիշի քո խնդրով գնում ես ուրիշի մոտ, ուրիշը քո խնդիրը վերցնում է, լուծում է իր խնդիրը, հասկանում եք, ուրիշը քո խնդիրը վերցնում է, լուծում է իր խնդիրը։ Եվ սա բնական ընդ որում էտել է շատ կարևոր բան։ Մի ժամանակ, երբ որ մենք այդ տրամադրության մեջ էինք, որ ով եւ այդ բանն եմ ես անդադ ասում, որ վայ, էս ինչը բան արեց, սենց պահեց Իրանեն, ինչը սենց պահեց, մեզ դավաճառնեց, մեզ լքեց եւ այլն եւ մենք լսեք, մենք պետք է փոխենք մեր վերաբերմունքը, որովհետև այդ երկրները ունեն շահերը, իրանց շահերը, ոչ ոք պարտավոր չի իր շահերը զոհաբերել մեր շահերին եւ մենք էլ նույն կերպ պարտավոր չենք մեր շահերը զոհաբերել ուրիշների շահերին։ Երեխեք, բայց ճանապարհ տվեք անցնենք։ Բարև ձեզ, ո՞նց եք։ Ուրախ եմ ձեզ տեսնել համար։ Սա ձեզ, էսա կմտնեմ ես ձեզ։ Ունեք սրանից ունեք, հա, շատ լավ, բարև ձեզ, լավ եք, որտեղից եք, Իտալիայից, հա, ուրախ եմ, ես երեխեք այս սենց թխվածքներ ունենք մենք, ես էլ վերցրեք, Իտալիայում ինչ կա, ինչ եք անում Իտալիայում, ահա, էտ է ակնարկում, ընդամենը, ես էլ ձեզ, Բան վարչապետ, բայց ինձ հեշտ է ապրել է։ Երբ որ քո պրոբլեմը բարև ձեզ, լավ եք, լավ որ ձեզ, շնորհակալ եմ շատ, լավ է ձեր տրամադրությունը, շնորհակալ եմ շատ, բարև եղբայր, կարելի է ձեզ նվիրել, իմ ձեռքով, հաճույքով պակսել, իհարկե կարելի է, լավ որ ձեզ, եղբայր, շնորհակալ եմ եղբայր, շնորհակալ։ Մենք էլ ձեզ հետ ենք, դե չասենք, չէ՞ մենք դա, որ մենք էլ ձեզ հետ ենք միջև։ Հա, իհարկե, հա, իհարկե։ Հա, պարոն Խուդացյան։ Բան վարչապետ, ինձ հեշտ է ապրել է։ Ասի երբ որ քո պրոբլեմը, քո արած սխալը, դու բարդում ես մի հատ դավաճանության վրա, պայմանական է, չօգնեցին, չփրկեցին, չեկան։ Քո բաժին պատասխանատվությունը ուղղում ես ուրիշի, դրա համար է երկար ժամանակ այդպես։ Չէ՞ դե պետք է հարց ինչի։ Իհարկե կան իրավիճակներ, որոնք բան են։ Իսկ պետք է հարց ինչի, իսկ ինչի դու փրկության անհրաժեշտություն ունեցար։ Ու սա ֆունդամենտալ հարց է, որ խոսում ենք Ղարաբաղի տակով պետք է անցնենք, հա։ Երբ որ խոսում ենք Ղարաբաղի կոնֆլիկտի մասին, դրա այդ նկատի ունենք։ Բայց դու մտել ես մի ճանապարհ, որտեղ բան, ընդ որում դու չես ուզում բան անես, այսինքն այսօր էլ են ասում են Արարատը մերն է, բայց զոհ պետքա չլինի, չի լինում տենց։ Տեսեք ինչ ալնի մտած։
բանավեճը դիմում ազգային ժողովում այս թեմայով ու ընդդիմանիները ասում էին բան կարող է այդ երաշխավորը Ադրբեջանն է իբր թե մեղադրանք առանց հասկանալու որ եթե մեր երկկողմ հարաբերությունների երաշխավորը մի կողմից Ադրբեջանն է, մյուս կողմից մենք ենք, դա շատ ավելի կայուն է։ Դրա համար մենք ասում ենք անվտանգության ամենամեծ երաշխիքը այդ խաղաղությունն է։ Իսկ խաղաղությունը պետք է հաստատեսում առաջին հերթին։ Պայմանավորվել եք հակառակ կողմի հետ, որ պիտի լինի խաղաղություն։ Այո, Բագնանք 3-րդ, 4-րդ, 5-րդ կողմի հետ։ Բայց ես միան երկրորդ կողմի հետ պիտի լինի։ Պարոն Եղոյան, բայց ես մի հատ, չէ, Աբսոլյուտ մեղադրանք։ ես չգիտեմ, Մյունխենում մի անգամ փակ ֆորմատում ելույթ է ունենում, բայց կարծեմ հետո այդ նույն միտքը էստեղ էլ ասցի։ Ասի մենք գնում ենք, ասում ենք, բա գիտեք ինչ, մենք մեծ դիվանագիտական հաջողություն ենք արձանագրել։ Մենք խաղաղություն ենք հաստատել, բայց Ավստրալիայի հետ։ Ավստրալիայի հետ ասում ենք մենք բացառ երաշխավորում ենք Հայաստան, բարև ձեզ ժողովուրդ, ասում ենք Հայաստան Ավստրալիա հարաբերություններում, Հայաստան Բրազիլիա, Արգենտինա, բան, չգիտեմ, էլի Նոր Զելանդիա, Ուրուգվայի հարաբերություններում բարեկամների հետ որևէ խնդիր մենք խաղաղությունը այն երկրների հետ, որի հետ պատերազմը բացառվում, հա? Իսկ նրանց հետ կարա այդ կոնֆլիկտը լինի, մենք դες կամահարանքով ենք վերաբերվում։ Եվ գնում Ավստրալիային, ասում ենք մի հատ Հա, գնում Ավստրալիային, ասում եք մեր տարածաշրջանում մեր հարցերը լուծեք։ Իմիջայլոց էտել արձանագրենք, էտել ասենք, որ բանում եկեղեցում այդ մի քանի մարդը, որ աղմուկ էին անում, մի մասը հանրապետականներ էին, մի մասը ոնց է կոչվում, Սասնա ծռեր, թե Բևեր, այդ քաղաքական ուժի ներկայացուցիչներն էին։ Խոսքով Կիլիկյան առանց զոհերի գրավողները, էլի։ Այո, Կիլիկյան առանց զոհերի գրավողները։ Մետրոից կանում ենք, ուղղություն ունենք, որ ուղղությամբ ենք գնում։ Դե կանգ առնեց մենք ում ճիշտ ենք, էլի։ Այն օրը բանում էինք։ Մտածում ենք, որ անձրևը լինի, ընդհանրապես ճիշտ ենք, բայց քանի որ անձրևը կտրվել է, Եվրոպարլամենտում էինք այն օրը։ Հա։ Հայաստան Եվրամիություն խորհրդարանական գործընկերության կոմիտեի պատվիրակությամբ դե համիշխանությունից, համընդդիմությունից մեր եվրոպացի գործընկերը ասում է Հա, դուր։ Ասում եմ լսի, առաջ գալիս էիք ստեղ ադրբեջանցիների հետ էիք կռվում, այսօր նայում եմ ձեր բանը, ներ խորհրդարանական բանը, բանավեճի շուրջ եք արդեն քննարկում շատ ավելի ոչ աշխարհքաղաքական հարցեր, շատ ավելի ներպետական։ Այդ տղան տեսար ինչ ասեց։ Ինչ Որ ասեց հիմա, ախր ասելն էլ լավ չի լինում։ Արծրունին։ Հիմա Հայաստանում քաղաքական եւ ոչ քաղաքական ուժեր կան, ասում են չեք տենում աշխարհում ինչա կատարվում։ Գնացել եք պերաշկի եք ուտում։ Չէ, ընդհանրապես ասում էր, ասենք բոլորին թվում է, թե մենք հիմա Հայաստանը պետք է ասի գիտեք ինչ, մենք եկել ենք ու մտնում ենք այդ հորձանուտի մեջ, հիմա հրապարակային առաջարկվել է։ Բա կներեք, բա էտա, տանել երկիրը անընդհատ դնել կներեք բանի տակ։ Քաղաքացու ասած առաջ ընկնելն է։ Էդ եմ ասում, բայ Իրան եմ հղում անում։ Բայց շատ լավ է, ես շատ ուրախացա։ Հայոց պատմությունից։ Հա, ես շատ ուրախացա, որովհետև ես նաև հրապարակային ասել եմ, որ մենք պետք է մեծ համեստ պահենք, հակառակ դեպքում, երբ որ մենք գնում ենք, ասենք, բան առաջնություն եւ գնում ենք ասում են նու պագադի օրինակով գնում ենք գերծաներ քաշային ասում ենք այդ բանը ծանրաձող է դավայ հələ մի հատ դավայ դրեք մենք պետքա բարձացնենք մի հատ հանգստացեք էդ էլ է խաղաղվելու տրամաբանության մեջ որ մենք ամենա ու դրա տակ սեփական ժողովրդին թալանել ու դրա տակ այդ բանի այդ սուտ իբր բան ամբիցիա Ուրա հայրենասիրություն։ Շնորհակալ եմ, եղբայր, շնորհակալ եմ։ Բայց մեզանից այսօր անգամներով մեծ ու ժողովուրդը այսօր լուր, այսօր մի հատ, այսպես ասած, փորձում են հասկանալ ոնց Բարև ձեզ։ վիճակի դուրս գա։ Նվիրեմ ձեզ մի հատ սրանից։ Վերցրեք։ Հայաստանի Ընդունեք, շնորհակալ եմ։
Այդ են ասում, հրապարակային։ Ասում եմ մի հատ զանգեք Իրանին, զանգեք Եվրամիությանը, ասեք հերիք է, զանգեք ԱՄՆ-ին, ասեք հերիք է։ Լուրջ հրապարակային հնչել է։ Որ փոքրիկը։ Բայց դու ես ուզում թե հայրիկն է ուզում։ Հա, ճիշտ ասա։ Դու ուզում ես նկարվես թե հայրիկն է ուզում։ Ոնց որ դու ես ուզում, դե նա ինձ։ Հայրիկին նայ։ Այսել բռնի։ Ահա, այ ապրես։ Էսել սեր։ Հա։ Ինչ անուն է։ Խաչես, ինչ հզոր անուն է։ Լավ է, ինքը մեր է տա գալիս։ Դուք գնացեք, մենք հետո իրան տուն կբերենք։ Հա, ես էլ զգացի, որ ինչ-որ սխալ տեղից մտանք։ Տեղ կա անցնելու, հա։ Ինձ թվաց, թե ուղղությունները փոխվել է։ Քարտ։ Պարոն Սիմոնյանի։ Ու ես երկու օրը այդ երկու շփումը մարդկանց հետ, ասենք այդ տղայից ով կսպասեր տենց բան։ Ով կսպասեր։ Ես մտածում էի ինչ որ անձնական հարց է ասելու։ Բայց նաև մեջ զգայական բան կար։ Բացի մտածելուց, նաև ինքը այս ամեն ինչը զգում էր էլի։ Ասենք այս ընթացքում մենք արդեն բազմաթիվ հանդիպումներ ենք ու շփումներ ենք ունեցել քաղաքացիների հետ, որոնք շատ կարևոր ռազմավարական հարցերում բարև ձեզ մեր այդ բանը դիլեմաները հասցեագրելու գործում ունենալու են նշանակություն, շատ կոնկրետ նշանակություն։ Մի ժամանակ ստեղ գրած էր, որ բան արեք, աչովա պետք քայլել։ Հիմա գովազդ է։ Հա, դա հիշում եք, ոնց էր գրած, քայլել թե Բայց բան է, գիտեք, չէ՞ դա ինստիտուտյան ստացվող բան է, արդեն մարդը։ Դե հիմա մենք փակել ենք ամբողջ։ Դե մարդ չկա, հələ գալացող։ Հա, դիմացի գնաց քայլել չի։ Ուրեմն բան է։ Կանգնելուց պետք է աչի արագ քայլողները ցախով կարող են անցնել։ Էս մերն է, թե էս դեպի որտեղ գնացողն է, մի հատ նայեք, էլի։ Դեպի Գարեգին Նժդեհն է։ Խի չենք հասցնի։ Չէ, մյուսն է։ Չէ, մերը չէ, մեր են կողմնացել։ Չէ, հակառակ ուղղություն։ Հակառակ ուղղություն։ Բարև ձեզ, բարի ծառայություն։ Բարև ձեզ։ Պարոն Թորոսյան, Ղարաբաղից տեղահանված մի կին էլ մոտեցավ, էլի մի հոգու խնդիրը կա։ Պետք բան անենք, ինչ որ մի բան պետք մտածենք, որովհետև չի լինի փալտել։ Կամ որ սահմանափակում չկա, երբ որ նույնիսկ բարեկամներ բան կան, կարող են միանալ, այսինքն պարտադիր չի մի ընտանիք լինի, մի կենսաբանական իմաստով։ Այսինքն կարան հավաքվեն, ընդհանուր կարան հավաքվեն, ասենք փոքր բազմաբնակարան շենք սարքեն, հա, կան չէ՞։ Առանձնատան տիպի ինչ որ։ Հա, այդ ինչ town house-ների նման է։ Հա, բայց հողի խնդիրը կա այդտեղ։ Դե թույլ են տալիս։ Հա։
ամենակարևոր բանը, որը ինձ համար հիմա այլևս աներկբա է, որ մեր խոսույթները հասել են մարդկանց։ Իրանք են նույնը որտեղ մեզ ասում։ Այո, դու ամենակարևոր նորությունն է։ Մեր խոսույթը գալիս է իրողություններից, որ իրանք էլ են տեսնում։ Մեր խոսույթը գալիս է իրանց այն շերտերից, որը բարձրաձայնել ընդունված չի։ Այն տղան Արտրունին, որ այսօր խոսում էր, դա շատերը գիտեն, բայց դրա մասին բարձր խոսել ընդունված չի եղել մեզանում։ Բայց այդ եմ ասում, մեր քաղաքականությունները օրգանական կապով կապված են ժողովրդի ներքին մղումների հետ, որոնք կարող են նույնիսկ ձևակերպված չեն։ Իրանք խաղաղություն ես գիտեք ինչքան եմ մտածել սրա մասին։ Չէ, տեսեք, բայց ամբողջ կոնֆլիկտի ընթացքում բոլոր կենացներին ամենտեղ հնչելա խաղաղության կենացը։ Բայց մենք դա չենք ընկալել այդ ուղերձը որպես այդպիսի։ Խաղաղության ձևակերպումը այլև է նաև մեր մտքում։ Դե գուցե Ծառացված կոնֆլիկտը խաղաղություն է անկարողանում։ Չէ, բայց մեկը ժողովուրդը ասելա խաղաղություն։ Ժողովուրդը ասելա խաղաղություն։ Մենք մեկնաբանել ենք կնենք, դա մեր մեկնաբանությունն է։ Դա քաղաքական Այս երկիրը լքել է կոնֆլիկտի տարիներին։ 1 միլիոն։ Այսինքն 8 Ղարաբաղ։ 8 մի Երևան։ Մի Երևան, դու ասենք դրանից ավելի մեծ։ Չէ, բայց մենք չենք կարդացել դա։ Չենք կարդացել։ Ես վաղը խաղաղության մասին ես եթեր եմ անելու, այսօր դրա մասին չեմ խոսում, որ խաղաղություն է եղել։ Դրա մասին եթեր եմ անելու առանց։ Ու իդեպ եւ ուղիղ կոնֆլիկտը եւ կոնֆլիկտից ծնված սոցիալական եւ տնտեսական դժվարությունները եւ նաեւ կոնֆլիկտի Եկեք գծից հետ ժողովուրդ գծից հետ կանգնենք, որ Եվ մյուսն էլ այդ կոնֆլիկտը շահարկած ուժերի, գերեզմանների պատերազմի հետ կապ ունի, որովհետև պատերազմին մասնակից լինելը շատ դեպքերում ընկալվել է որպես արտոնություն, որպես օրենքից վեր գտնվելու բան։ Ինչ մակարդակի։ Բայց կներեք, հիմա ասել լավ չի լինում, բայց որոշ գեներալների ֆենոմենը ինչ է, որ իրենց կարելի է ամեն ինչ, ինչի։ Ինչի։ Նաև կոնֆլիկտը բերվել է որպես արդարացում դրա շատ ջուրացումների, վատնումների, կոռուպցիայի։ Ասում մի մասը ասում են տեսեք, դա ինչ որ կարող է։ Բայց տեսամ։ Բարև ձեզ։ Հեռախոսների մեջ։ Բարև ձեզ։ Լավ եք։ Բարև ձեզ։ Լավ եք։ Կարելի է նստել ձեր կողքը։ Ինչ կա չկա։ Ժանսավություն։ Կիրակի օրով ոչ գործ, ոչ բան։ Ինչ որ առումով մեզ համար գործ է, դուս ենք եկել, բայց նաև հաճելի է մարդկանց հետ շփվելու։ Ճիշտ ենք արել, թե չէ։ Նոր մի քաղաքացի ասում է այդքան շատ պետք չի շփվել, այդքան անդրադառնալ, բայց ես համաձայն չեմ դրա հետ, որովհետև մեր քաղաքական պատմումը դրա մասին է, որ մենք մարդկանց հետ շփվում, հենց որ մարդկանց հետ շփումը կտրվում է, մենք բան ենք գնում, սկսում ենք սմբել։ Ոնց է տրամադրությունը, ինչ հարցեր ունեք մեզ։ Այդ այնց ոնց է։ Արդարություն։ Ես արդարության հետ կապված ուղղակի մետրոյի աղմուկի միջի խոսակցություն չի, ես այդ հարցի շուրջ ես շատ եմ մտածել, որ տեսեք, բանավեճը միշտ ունի երկու կողմ, չէ։ Առնվազն երկու կողմ, լինում է, որ նաև երեք կողմ։ Ստեղ մի հատ ֆունդամենտալ պրոբլեմ կա։
որովհետև այդ բանավեճի երկու կողմից մեկը պարտվում է, մեկը հաղթում է։ Նա ով պարտվում է, մեծ է հավանականությունը, որ նա համարում է, որ տեղի ունեցած անարդարությունը։ Կա տենց բան։ Ընդհանուր մենք շատ տենում ենք ընտանեկան վեճ։ Տան ժառանգության հարց է, երկու վեճ է, այսինքն մեկը անպայման ընդունում է մեծ հավանականությամբ համարում է անարդարություն։ Բայց այս չի նշանակում, որ պրոբլեմ չի, դա պրոբլեմ է, որը պետք է լուծվի։ Եվ ես կարծում եմ, որ այդ պրոբլեմի լուծումը այն է, որ մարդը համարի, որ այդ որոշումը, որը կայացվել է իրավակարգի շրջանակում, կայացվել է այն իրավակարգի շրջանակում, որի հիմնադիրը ինքն է։ Եվ այս է պատճառը, որ նոր սահմանադրության օրակարգ այդքան կարևորում է, այո, որովհետև ուրիշ բան է, հիմա ինչի է մարդը անարդար համարում, որովհետև ասում է ինչ-որ մարդիկ գնացել են մի հատ սահմանադրություն են գրել, հետո ինչ-որ մարդիկ ինչ-որ օրենքներ են գրել, հետո ինչ-որ մի հատ դատավոր գնացել է, մի հատ որոշում է կայացրել, հետո ինչ-որ մի հատ հարկադիր կատարող եկել այդ որոշումը իրագործում է, բայց մարդը չի համարում, որ այդ սկզբանե իր պայմանավորվածն է եղել, որ այս դեպքում ես առնելու, այս դեպքում ես առնելու, այս դեպքում ես առնելու։ Որտեւ երբ որ մենք իրար հետ բան ենք կիսում, ուրիշ բան է, որ մենք դա կիսում ենք մի սկզբունքի ման վրա, որ այն գլխից իրար հետ պայմանավորվել ենք, ուրիշ բան է, որ այդ պահին սկսում ենք կիսելու ընթացքում ամեն մեկս ասում, սենց պետք է լինի, սենց պետք է լինի, սենց պետք է լինի, մենք էլ ասում ենք, բայց ով ասե, որ սենց պետք է լինի, չէ, սենց պետք է լինի։ Դրա համար ես շատ մտածել եմ, որ արդարությունը եւ արդարադատությունը համապատասխանությունն է սահմանադրությանը, բայց այդ սահմանադրությունը պետք է բխած լինի ժողովրդից, որովհետեւ եթե ժողովրդից չի բխում, ժողովուրդն ասում է, «Ո՞վ է գրել այդ սահմանադրությունը»։ Ինչ կապ ունի այդ սահմանադրությունը։ Այդ ինչի եք բերում փաթաթում այդ վզին։ Այսօր չի ուզում բաց, չի ուզում։ Սենց տրամաբանություն կա։ Կարեցա միտքս կիսել աղմուկի մեջ։ Նվիրեմ ձեզ սրանով։ Իմ ձեռով փակցնեմ։ Այսպես։ Ես շատ կարևոր բան է, ես շատ եմ մտածել դրա մասին։ Դուք ենթադրում եմ չլսեցիք ոչ մի ուրիշ առիթով։ Դասվեց, հա։ Դե որովհետև տեսեք, ես ինչ եմ մտածում, ասում եմ պետությունը ինքը ազատությունները սահմանում, բայց եթե տա մենակ ազատություններ եւ չսահմանափակի, չի կարա իրավունքը պաշտպանի, որտեղ իմ ազատությունը ավարտվում է այնտեղ, որտեղ սկսվում է ձեր ազատությունը եւ ձեր իրավունքը։ Եթե պետությունը սահմանափակի, ձեզ էլ չսահմանափակի, անընդհատ բախումներ կլինի։ Բայց այդ սահմանափակումների պատճառով ըլնում են տարբեր իրավիճակներ, որոշումներ, վարչական, սահմանափակումներ, թուրտուգանքներ եւ այդ փաստը ինքնին նյարդ է առաջացնում։ Եկեք ընդունենք ցանկացած մեկը, որ մի հատ պրիմիտիվ տուգանք ենք ստանում, ներվայնանում ենք։ Ու դա պետության մեջ լարվածություն առաջացնելու միշտ պոտենցիալ ունի։ Հիմա ո՞նց է լուծվում այդ հարցը։ Երբ կարա մարդը չնյարդայնանա, երբ կարա դա չլինի պրոբլեմ պետության համար։ Երբ որ մարդը թեկուզ նյարդայնանա էլ, ասի, բայց սա մեկը իմ պայմանավորված, ես եմ պայմանավորվել, որ պետություն եմ ստեղծում, եւ այդ պետության մեջ պետք է լինեն սենց կանոններ, եւ բոլորը պետք է այդ կանոնները պահեն։ Հա, ես խախտեցի այդ կանոնը, ես եմ որոշել, որ երբ որ ես այդ կանոնը խախտեմ, տենց հետևանք վրա հասնի։ Ու այստեղ է գալիս, որ այդ սահմանադրության մեջ, որ գրած է բոլորը հավասար են օրենքի առաջ, բոլորը պետք է հավասար լինեն օրենքի առաջ, որտեղ մարդը իմանա ոչ թե իրան եկավ այդ սահմանափակումը, այդ սահմանափակումը բոլորի համար է, եւ ոչ թե իրան եկավ հետևանքը բոլոր նրանց համար է, ով իր գծած, բոլորիս իրար հետ գծած գիծը խախտեց։ Սա է պետությունը եւ համախմբումը պետության շուրջ։ Ուսամ էս ենք մենք ուզում անել, որ պետությունը դառնա մեր Տենց մենք մի հատ ասում ենք, որ մարդը պետք է քաղաքացին պետք է իր պետությունը սիրի։ Պետք է սիրենք պետությունը։ Պետք է սիրենք, պետության ուրիշ ձև չի լինում վերաբերվել։ Պետք է սիրի պետությունը, բայց պետությունն էլ պետք է իր քաղաքացուն սիրի։ Էսա բանաձևը, ուրիշ տարբերակ չկա։
Մենք ստեղ իջնում ենք։ Գնացի։ Լավ եք, լավ օր ձեզ։ Բայց ձեզ չնվիրեց։ Եղբայր։ Դե նստած էր տենց ջղային չմտածեցի նվիրեմ թե չէ։ Գնացինք։ Բարև ձեզ։ Ոնց եք։ Լավ։ Երանից եմ եկել։ Ուրախ եմ շատ։ Մի քիչ գնացքի։ Այո։ Որտե պատերազմից եմ եկել արդեն։ Լավ է։ Ինչ պատերազմ։ Քաղաքացիություն ունեք Հայաստանում։ Տուն ունեք այստեղ։ Շատ լավ է։ Աղջիկս մնացել։ Աշխատանք ունեք։ Ուրախ եմ շատ ուրախ։ Լավ է։ Եկեղեցուց ես գալիս։ Շատ ապրես, շատ։ Բացրանից չնվիրեմ։ Արի։ Բան մի րոպե, մենք քեզ համար ուրիշ բանել ունենք։ Այս սենց բան։ Այդ ուտելու է։ Ու մենք ուզում ենք քեզ հետ նկարվենք, եթե դեմ չես։ Եղավ, լավ է։ Հատ մեր ոստիկաններին բարևենք։ Առաջին ընդհանրականով նորմատիվ ոստիկանության հավաքեցին է Սարգսը։ Բարև ձեզ, բարի ծառայից։ Գնացքի մեջ չհաջողվեց ձեզ հետ շփվել։ Լավ եք։ Դու եկար հետո վախեցար։ Այդքան շատ ոչ չլացես, մենակ այս քեզ տվել ենք սրանից, տվել են։ Այս քեզ տես լավն է։ Շատ ապրես։ Գնացի։ Բարև ձեզ։ Ոնց եք, լավ օր ձեզ, սա ձեզ։ Շնորհակալություն։ Բարև ձեզ։ Լավ ես եղբայր։ Լեոնա։ Ճանաչեցի։ Ես քեզ։ Ես էլ քեզ։ Լավ օր ձեզ։ Լավ եք։ Նվիրենք ձեզ սրանից։ Լավ եք։ Հաջան։ Բարև եք։ Լավ դու։ Նվիրեմ սրանից ձեզ, իմ ձեռով փակցնեմ, եթե դեմ չես։ Շնորհակալ եմ։ Բարև ձեզ, ինչ հավես նստած եք, մի քիչ ձեզ խանգար է։ Բարև ձեզ, սա ձեզ, սա էլ ձեզ, լավ օր ձեզ։ Գործերը ոնց են, նորմալ է, ինչ լավ է։ Իրանց գործերը լավ է։ Լավ է։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Արդաս։ Ոնց եք։ Բարգաստը դուք ոնց եք։ Ոնց են ձեր գործերը։ Ոչ։ Ինչն է խնդրեմը։ Հանգամանքներ կան։ Անհատ բարի։ Վալբերի
Գինը հարմար էր, հետո Yandex տաքսին եկավ դեպինգ արեց ու հետո բաները վերացան։ Անհա տաքսիները Yandex-ի տարիֆը բարձրանում է։ Այդ խնդիրը մեր պետությունը ունենալու է։ Մրցակցության հետ կապված ձեր հարցը որևէ բանավեճ չի կարող լինի 100% ճիշտ եք ասում եւ պետության պարտքն է դա մաքսիմալը անել, ապահովել։ Ինչի եմ ասում մաքսիմալը, որովհետեւ տեխնոլոգիաների պայմաններում երբեմն առանց շատ բարդ է առաջ գնալ։ Մենք էլ on-line աշխատում ենք, որ համ Instagram, համ Facebook առաջ գնանք, այդ ճիշտ է կամ ամեն դեպքում դուք էլ պետք է տեղ մտնեք, որ կարողանաք ու դիմանալ։ արդեն այդ դրսի խնդիրները որ չլինեն, ագին լավ կլինի։ Սա ձեր խանութին հաջողություն թող բերի ձեզ։ Հաջողություն։ Լավ եղեք, ես էլ ձեզ փակցնեմ մի հատ ինձ ձեռքով։ Լավ եղեք։ Իսկ մի հարց տամ էլի, ստեղ կա որ հայկական արտադրության որևէ բան։ Գիտեք ինչ եմ ասում, հիմա օրինակ մենք Թեմուի հետ որ բանակցում ենք աշխատելու շուրջ, մենք ուզում ենք հետևյալ խնդիրը դնենք, որ Հայաստանում առևտուր է արվում, պետքա նաև հայկական արտադրանքը իրանց հարթակներում ներկայացնելու։ Շատ լավ կլինի, որովհետև ես միջազգային լուրերին հետևում եմ, Իտալիան դաժե սահմանաչափ է դրել, եթե այդ սահմանաչափը իրանց երկրի արտադրանքը չի տալի, հարկվում է Թեմու։ Այո, այո։ Հա, իհարկե, եղբայր։ Բայց ունեք հայկական, որ վրան գրած է Made in Armenia, ասինքն գիտենք, որ ճշգրիտ հենց պատկերացրիք չէ, որ բրենդ կա ունեք։ Լավ եղեք, հաջողություն։